Աշխարհի համերը մեկ վայրում։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Համաշխարհային խոհարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և գործակցությամբ Դիլիջանում անցկացվում է մեր երկրում առաջին խոհարարների միջազգային մրցույթը։ 10 երկրից ժամանած 40-ից ավելի մասնակից միմյանց չզիջելով փորձառությամբ և հմտությամբ ցուցադրում են իրենց խոհարարական արվեստը ազգային խոհանոցի տարրերով և հայկական մթերքներով, պահպանելով մրցույթի հստակ սահմանված չափանիշները և կանոնները։ Վաքսի ստանդարտներով պատրաստվում է ուտելիքները, իսկ մեր այս տարվա ուտելիքները հիմնականը Սևանի ձուկն է, սիգա ձուկն է պատրաստվում, գառի միս, հավի փափկամիս եւ տավարի փափկամիս։ Բոլոր մթերքները տեղական մթերքներ են, ու ասեմ ամեն ժամը 5 նոր ուտեստ է ծնվում մեր հայկական խոհանոցում եւ միջազգային ստանդարտներով։ Ամեն երկրները իրենց ազգային խոհանոցը ներկայացնել, բայց կա ստանդարտներ, ափսեի ստանդարտներ, բլուդի ստանդարտներ, որոնք պետք է լինի 150 գրամ միս, մոտավորապես 100 գրամ խավար եւ թանձրուկը մոտ 50 գրամի սահմաններում։ Խստապահարժ մասնագիտական ժյուրին գնահատում է ուտեստի և տեսքը, և համը։ Ամեն խոհարար նախատեսված երկուական ուտեստ պատրաստում է իր ընտրած մթերքներով, ընդհանուր առմամբ ներկայացնելով 80-ից ավելի կերակրատեսակ։ Նրանք իհարկե ներկայացնում են և խոհարարական արվեստը և իրենց ազգային խոհանոցը, որ այդ ամենը լինի և համեղ, և գեղեցիկ։ Մենք խոհարարներս գեղանկարիչներ ենք, մրցույթի մասնակիցները շեֆ խոհարարներ են, բոլորը կեցցեն, բոլորը համեղ են պատրաստում։ Ղազախստանից 20 տարվա խոհարարական փորձով Ռինատ Բուկտիբաևը առաջին անգամ է Հայաստանում, տպավորված է։ Ասում են նման մրցույթները նաև փորձի փոխանակման, նոր շփումների հարթակ են։ Առաջին ուտեստը իշխան ձկով է։ Սա ձեր տեղական ձուկն է, իշխանը, գոլորշու վրա, բանջարեղենով, մանդարինային թանձրուկով։ Մեզ մոտ սա պատրաստում ենք թառափով։ Այս ամենը շատ հետաքրքիր է, մեծ բավականություն ենք ստանում։ Ներկայացնում ենք մեր փորձը, նոր ընկերներ ձեռք բերում։ Հայաստանի բնությունը շատ գեղեցիկ է, մարդիկ արիացական, բարեսիրտ։ Մասնակիցների խոսքով երրորդյա մրցույթը ավելի շատ համերի տոն է, որը կտանեն իրենց հետ, իսկ կազմակերպիչների հավաստմամբ այն կլինի ամենամյա։ Քրիստինե Թորոսյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։